Ջերմ ողջույններ Արմավիր քրեակատարողական հիմնարկից։ Կալանավայրում արդեն 9 օր հացադուլ հայտարարած Իմնեմնիմի փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանի խոսքերն է փոխանցում Անտիֆեյքի գլխավոր խմբագիրը։ Հոդվածում Սամսոնյանը տեղեկացնում է Կալանավայր այցելած բժիշկն ասել է, որ ինքը շտապ վիրահատության կարիք ունի, բայց համապատասխան մարմիններն անհասկանալի պահանջներ են առաջ քաշում։ Որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։ Այսինքն, ինձ առանց հանցակազմի արկայության պահում են ուղղակի գերության մեջ, հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։ Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով դեռ 2025-ի դեկտեմբերին պետք է Սամսոնյանը վիրահատվեր, սակայն քրեական հետապնդումը դա անհնար դարձրեց։ Ամեն մի օրը հաշիվ կարող է լինել։ Եվ մենք նաև սրա մասին ենք խոսում, առանց կոնկրետ մեղադրելու մարդկանց հանրային ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքի, որ մենք գործ ունենք քաղբանտարկյալի հետ, այս պայն միակ քաղբանտարկյալն է, որ հացադուլի մեջ է գտնվում։ Դիմակավորված ուժայինները 2025-ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժել էին Իմնեմնիմի հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տներ, ձերբակալել նրանց։ Սամսոնյանին մեղադրում են խուլիգանության համար։ Նարեկ Սամսոնյանը որոշել է այս ծայրահեղ միջոցին դիմել, նաև հաշվի առնելով գործի աբսուրդայնության գերագույն աստիճանը։ Մելիքյանը հազանգում է, եթե իրավապահները տեղից չշարժվեն եւ Սամսոնյանը շատ արագ չտեղափոխվի հիվանդանոց, հնարավոր չէ բացառել վատ հետևանքները։ Իմ կողքին քաղբանտարկյալ է մահացել Արմեն Գրիգորյանը լուսահոգի։ Եվ ես հասկանում եմ, որ առողջական խնդիրների մասին խոսելիս մեկ այն ժամանակ առողջական խնդիրների մասին մեզ ոչ մեկ տեղակ չէր պահել։ Նա ասում էր ես բժիշկ եմ, դա իմ խնդիրներն են։ Բայց ես հասկանում եմ, որ այստեղ ես ունեմ, այսպես ասենք, մի բան էլ ավել պարտականություն։ Անտիֆեյքի գլխավոր խմբագրին զարմացնում է մարդու իրավունքները պաշտպանող եվրոպական կառույցների լռությունը։ Հայաստանում Եվրամիության գրասենյակը ողողել են բողոքներով, բայց սայլը տեղից չի շարժվում։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։